Գարնանային գիշերահավասարը տեղի ունենում մարտի 20-ին կամ 21-ին, երբ Արեգակը հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ։ Հիշեցնենք, որ մեզանում ամենասիրված եկեղեցական շարժական տոներից մեկի Զատկի օրվա հաշվարկը նույնպես կապված է գարնանային գիշերահավասարի օրվա հետ։ Այսպես ամեն տարի Զատկի օրը գարնանային գիշերահավասարից հետո առաջին, լիալուսնից հետո եկող առաջին կիրակին է։ Ուրեմն ինչպես գիտենք, այսօր մարտի 20-ն է եւ օրերը արդեն կերկրնա։ Գիշերները կարճանում է, ցերեկները արդեն երկարանում է, որը շատ լավ է ժողովրդի համար, որովհետեւ հիմնական աշխատանքի հետ է կապված։ Աշխատանքը մարդկանց շուտ է լինում եւ գիշերը շատ թեզ վերաչիզային է։ Ու դա կապված է, որ արևի թեքության հետ է կապված։ Տարվա մեջ երկու անգամ է լինում, որ գիշերները երկարանում է, ցերեկները կարճանում է։ Ցերեկները կարճանում է, գիշերները երկարանում է։ Երկու անգամ կլինի, որ հավասարվում է։ Դա երկրի գլոբուսի իր կանոններն են։